Ողջույն սիրելի ռադիոլսողներ, Psi-Life ռադիոյի եթերում ձեզ ենք ներկայացնում հոգեբան հոգեվերլուծող, հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Վլադիմիր Միքայելյանի հեղինակային հաղորդաշարը։ Մենք կլսենք հասարակության ձևավորման և զարգացման խնդիրների և դրանց հետևանքների մասին։ Այսօրվա թեման բխում է անցած առաջին թեմայից, որը մենք ավարտեցինք, որը վերաբերվում էր հասարակության ձևավորման մեխանիզմներին, ինստիտուտներին, սոցիալական և մենք անգառանք ընտանիքի վրա։ Եվ այսօր կարելի է սկսել այդ թեմայից և շարունակել և տեսնել մտքերը մեզ ուր կտանեն։ Ուրեմն ես կուզեի սկսեի մի դասական առակից, այդպես ասած, այսօրվա մեր զրույցը, որը մեզ թույլ կտա զարգացնել թեման։ Կամ շատ հետաքրքիր առակ է, որ մի մեծահարուստ մարդ խեղդվում է լողավազանում։ Մարդիկ հավաքվում են շուրջ կողմա, բոլորը ձեռքերը մեկնում են, ասում են տուր ձեռքը, նա ոչ մեկին ձեռքը չի տալիս։ Եվ հանկարծ հայտնվում է մի իմաստուն մարդ, մեկնում է ձեռքը եւ ասում է վերցրու, եւ նա անմիջապես բռնվում է այդ ձեռքից եւ փրկվում է։ Կարծես թե այդ պատմությունը կապ չունի երեխայի զարգացման հետ, ձևավորման հետ եւ ի վերջո երեխայի եւ հասարակության ձևավորման հետ, բայց իրականում ունի անմիջական կապ։ Խոսքը գնում է այն մասին, որ տեսեք այդ մեծահարուստ մարդը նույնիսկ կյանքի մահվան վտանգի առջև չի ուզում ընդունել տուր բայը։ Նա սովոր է լսել վերցրու եւ նա կողմնորոշված է վերցնելու վրա, ոչ թե տալու։ Իրականում երբ որ մենք դաստիարակում ենք երեխային, խոսքը գնում է այն մասին, առաջին հերթին, որ մենք բոլորս ուզում ենք, որ մեր երեխան մեծանա հասարակության համար պիտանի անձ։ Մենք ուզում ենք, որ մեր երեխան լինի կիրթ, ուզում ենք, որ նա լինի առողջ, ուզում ենք, որ նա լինի երջանիկ, դա ընդհանուր շատ բաներ են, որոնք բոլորներ ուզում են։ Եվ մենք դաստիարակում ենք երեխային լինելով հասարակության պահանջներից, թե ինչպիսին է ուզում տեսնել հասարակությունը երեխային։ Եվ այդ պատճառով էլ այստեղ երկկողմանի կապ կա։ Մի կողմից հասարակությունը ձևավորում է ծնողների մոտեցումը դաստիարակչական երեխայի նկատմամբ, մյուս կողմից էլ ընտանիքում դաստիարակված երեխան, որ մտնում է հասարակություն, փոփոխություն է մտցնում հասարակության մեջ։ Այդ երկկողմանի պրոցեսը անընդհատ դա ինչ-որ իմաստով դա բախման պրոցես է, երբ որ ընտանիքում յուրացված արժեքները հանկարծակի բախվում են հասարակության արժեքների հետ։ Մանավանդ եթե խոսքը գնում է նաև տարբեր սերունդների արժեքային համակարգերի բախման մասին, առավել ևս այստեղ շատ կան այդպիսի բախման կետեր։ Հիմա ինչի ես օրինակ բերեցի այդ մեծահարուստ մարդու պատմությունը։ Շատ պարզ բան է դա, որ երեխայի զարգացումը, եթե մենք վերցնենք երեխայի զարգացումը ընտանիքում, դա ինչ-որ մի փոքրիկ մոդել է, հասարակության զարգացման փոքրիկ մոդել է։ Շատ պարզ բան կա, եթե մենք երեխային ասում ենք մենք ուզում ենք երեխան մեծանա բարի, ազնիվ, եւ մենք երեխային քարոզում ենք այդ ամենը։ Երեխան լսում է մեզ, բայց տեսնում է հակառակ բաներ։ Օրինակ բերենք դասական օրինակներ, մայրը երեխային խրատում է, ասում է պետք է լինել ազնիվ, պետք է լինել բարի եւ այլն։ Այդ պահին զանգում է հեռախոսը, ասում է վերցրու հեռախոսը, ասա որ ես տանը չեմ։ Երեխան չգիտի ինչպես հասկանա այդ ամեն ինչը։ Մի կողմից նա մի բան է ասում, մյուս կողմից անում է մեկ ուրիշ բան։ Իհարկե դաստիարակը ինքը պետք է դաստիարակված լինի։ Իհարկե մարդը, որը զբաղվում է երեխայի դաստիարակությամբ, պետք է ունենա այդ պատասխանատվությունը հասարակության առջև։ Բայց միթե բոլորս այդ մասին մտածում ենք։ Միթե ամեն մեկս երեխաների հետ դաստիարակության process-ի մեջ միշտ հիշում ենք այդ պատասխանատվության մասին։ Իրականում այս պատասխանատվությունը, որ կա մեզ վրա եւ ոչ ոք մեզ չի ազատել այդ պատասխանատվությունից, ծնողի պատասխանատվությունը ձևավորում է հասարակությունը, հասարակության կրթվածության աստիճանը։ Եվ հետո մենք բախվում ենք հետաքրքիր փաստի հետ։ Մենք ինքներս ենք ստեղծում այն հասարակությունը, որը հետո չենք ուզում ընդունել։ Ուղղակիորեն դա այդպես է։ Ինչի ենք մենք անընդհատ դժգոհում հասարակության տարբեր կողմերից։ Մենք ինքներս ենք ստեղծել այդ հասարակությունը։
Եվ եթե մենք դժգոհում ենք, դա առողջ միտում է։ Բայց դա միայն միտում է, պետք է ինչ-որ բան կոնկրետացնել և դարձնել գործնական։ Եթե ինչ-որ բան մեզ թվում է վատ, մենք պետք է ոչ թե ֆիքսվենք այդ վատի վրա, այլ պետք է փորձենք ինչ-որ բան շտկել։ Կան իմաստուն խոսքեր, փոխանականից այս մութը մի մոմ վառիր։ Այդ կարգախոսը պետք է լինի ամեն մեկիս մոտ։ Հիմա ինչպես դարձնել երեխային, մենք ասում ենք եղիր բարի, բայց սկսած փոքր տարիքից, որքան էլ դա տարօրինակ եւ զարմանալի չլինի, մենք երեխային սովորեցնում ենք ոչ թե տալ, այլ վերցնել։ Ինչ որ կա այդ պատմության մեջ։ Եվ դա շատ ակնհայտ երևում է նրա մեջ, ինչպես մենք երեխային սովորեցնում մաթեմատիկա։ Մենք սովորեցնում ենք մաթեմատիկան գումարումից, ոչ թե հանումից։ Դա խորը հոգեբանական փաստ է եւ այդ փաստը դրված է Վալդորֆյան հոգեբանության եւ մանկավարության հիմքում, որը իրականում իրենից ներկայացնում է ամենակարևոր մոտեցումը հասարակության զարգացման համար։ Մենք սովորեցնում ենք գումարումից, օրինակ դու ունես 2 խնձոր, քեզ տվեցին եւս 2 խնձոր։ Մենք երեխային փոքր տարիքից սովորեցնում ենք այն բանի, որ նրան պետք է տան։ Եվ նույն բանը անում է այս մարդը, որը խեղդվում է ջրի մեջ, նա չի ուզում տան, նա ուզում է վերցնի։ Եթե երեխան փոքր տարիքից սովորում է այն մտքին, որ նրան պետք է տան, ապա նա իհարկե հասարակության մեջ չի ձգտի ինքը տալու, նա կձգտի վերցնելու, ինչ եղանակներով վերցնելու, համոզելով, խաբելով, բռնի ուժով, կամ իսկապես սեփական ակտիվությամբ ազնիվ ճանապարհ, միևնույն է նրա ուղղվածությունը վերցնելն է։ Եվ այդ հանգամանքը իսկապես սոցիալապես ծանրացնում է հասարակությունը։ Այ եթե մենք փորձենք անենք մի շատ պարզ բան, որը ոչ մի ծախս չի պահանջում պետությունից։ Ուղղակի վերցնենք մաթեմատիկայի դասագրքերում, սկզբից սովորեցնենք հանումից, ոչ թե գումարումից, հանումից եւ բաժանումից։ Եվ այս ժամանակ մենք տեսնենք ինչքան մեծ ազդեցություն դա ունի։ Եթե երեխան փոքր տարիքից գիտի, որ եթե նա ունի 2 խնձոր եւ մեկը նա պետք է տա ընկերոջը, հատուկ է ասում ընկերոջը, ոչ թե քրոջը կամ եղբորը, այլ ընկերոջը, նա արդեն կսկսի կողմնորոշվել դեպի բարությունը։ Իսկ մենք սովորեցնում ենք երեխային ուրիշ բան։ Քեզ տվեցին, այսինքն նա փոքր տարիքից սկսում է յուրացնել այն միտքը, որ իրեն բոլորը պարտավոր են տալ։ Եվ դա նշանակում է, որ փոքր տարիքից երեխան արդեն հասարակությանը վերագրում է որոշակի սպասելիքները հասարակությունից, նա ասում է, բա դուք պարտավոր եք։ Եվ մեծանալով էլ մենք բոլորս, երբ որ բողոքում ենք մեծահասակներից ինչու բանի, մենք ասում ենք, բա պարտավոր են, բա ինքը պարտավոր է անել, դա իր պարտականությունն է։ Ամենահետաքրքիրը նա է, որ մարդը շատ լավ յուրացնում է ուրիշների պարտականությունները եւ շատ վատ յուրացնում է կամ չի յուրացնում սեփական պարտականությունները։ Մենք կարծես թե պատասխանատվությունը միշտ փորձում ենք բարթել ուրիշների վրա։ Իդեպ պատասխանատվությունը դա միակ սեփականությունն է, որից մարդը հաճույքով հրաժարվում է։ Դա իրեն պետք չի։ Նա հաճույքով դա կտրամադրի ուրիշներին։ Նա հաճույքով կփորձի իր կյանքի համար պատասխանատվությունը տեղափոխել ուրիշների վրա, ինչպես որ երեխան ծնողի վրա, հետո նա կմեծանա կդառնա աշակերտ, կտեղափոխի ուսուցիչների վրա, հետո նա կավարտի, կսկսի սովորել բուհում, կսկսի իր պատասխանատվությունը իր վատ սովորելու տեղափոխել դասախոսների վրա, հետո նա կամուսնանա եւ իր կյանքի խնդիրները պատասխանատվությունը դրա համար կտեղափոխի իր կնոջ կամ ամուսնու վրա։ Ի վերջո, եթե Աստված մի առս եթե կյանքը իր ձևավորվի ոչ այդքան սպասելի իր կողմից, ապա նա նույն պատասխանատվությունը կտեղափոխի իր կնքի վրա Աստծո վրա։ Այդ խնդրեմը կա փոքր տարիքից, որ մենք սովորում ենք դա անել, այսինքն սովորում ենք ուրիշներից պահանջել։ Փոքր տարիքից, երբ որ երեխան ասում է «պապա տուր», հետո գալիս է ձմեռ պապին, որից եւս ձմեռ պապին դա միջանկյալ փուլ է։ Հոր եւ Աստծո միջեւ։ Իզուր չէ որ դա Սանտա Կլաուս է կոչվում։ Սպասում ենք ձմեռ պապից ինչ որ բան, մեծանում ենք
եւ սպասում ենք Աստծուց այդ ամեն ինչը։ Փոքր տարիքում ասում ենք պապա տուր, մեծանում ենք ասում ենք հայր մեր տուր։ Եվ մենք սովորենք այն մի բանի, որ մեզ պետք է տան։ Այդ երևույթը իսկապես բացասաբար է հզնում հասարակության սոցիալական կրթվածության վրա։ Հասարակության զարգացումը պայմանավորված է հենց պատասխանատվության դաստիարակությամբ։ Փոքր տարիքից դրանով է պայմանավորված։ Մենք ունենք մի որոշակի հետաքրքիր մոտեցում երեխայի նկատմամբ։ Իհարկե դա մշակութային է, մշակութային տարբեր մշակույթներում, տարբեր ազգություններում դա այդ մոտեցումը տարբեր է երեխաների նկատմամբ, բայց մեր հասարակությունը դա հայելի է, որտեղ երևում է այն, ինչ որ կատարվում է ընտանիքում։ Ընտանիքը ձևավորեց հասարակությունը առանց մտածելու, որ դա ինքն է արել։ Այ վերցնենք մեր մշակույթի առանձնահատկությունը, որը մենք շատ տարօրինակ ենք վերաբերվում մեր երեխաներին։ Սկսած այն բանից, որ փոքր տարիքից մենք իր կյանքը որպես իր սեփականություն չենք ընդունում։ Մենք ասում ենք մեր երեխան, մենք նույնիսկ գովաստ կա, չէ՞, այդպեսի որ երեխա է ծնվել ընտանիքում, հավաքվում է ցեղը եւ որոշում է տնա ինչ պետք է դառնա։ Դա նշանակում է, որ մենք ի սկզբանե երեխային զրկում ենք իր իրավունքից սեփական կյանքի նկատմամբ։ Դա մենք ընդունում ենք որպես նորմա մեր հասարակության մեջ, մեր մշակույթի մեջ։ Երեխան մերն է։ Եվ դրա համար մեծանում են եւ շատ երիտասարդներին, որ հարցնում ես ինչ ես ուզում դառնալ, ինչ ես ուզում սովորել, ասում են դե ինչ որ պապան որոշեներ կլինի։ Նա արդեն նույնիսկ այդ ամենակարևոր կյանքի ամենակարևոր ոլորտների համար նա պատասխանատվությունը տեղափոխում է ծնողի վրա, ոչ թե ինքն է ուզում։ Իսկ դու ինչ ես ուզում։ Այ շատ པարզ բան կա, չէ՞, եւ այդ միտումը, որ կա, դա տարածվում են ամերիկյան կյանքի նույնիսկ կենցաղային խնդիրների վրա։ Օրինակ, եթե մեկնումեկին ասում են հյուրասիրեն, ասում են ինչ խմեք սուրճ թե թեյն, ասում են դե ինչ որ տակ։ Նորից նույնիսկ այդ փոքրիկ հարցում պատասխանատվությունը բարդվում է ուրիշի վրա։ Բայց չէ որ սիրելիս, դա քո ստամոքսն է։ Նույնիսկ այդ հարցում մարդը կարծես թե ինքնուրույն չէ։ Ամեն դեպքում դա պատասխանատվություն է։ Մարդը կարող ասել է չէ, թե չեմ ուզում, ես սուրճ եմ ուզում, բայց նա ասում է չէ, դե ինչ լինի։ Եվ դա ավելի է բարդացնում այդ մարդու զարգացման ընթացքը, բարդացնում է իսկապես։ Մեր մշակույթում երեխային մենք փոքր տարիքից կարծես թե վերցնում ենք իր կյանքը եւ դարձնում ենք մեր սեփականությունը։ Մենք իրեն ամեն ինչ փորձում ենք թույլ տալ, մինչև որոշակի տարիք։ Մենք իրան սիրում ենք մի քիչ շատ տարօրինակ ձևով։ Մենք փորձում ենք մեր սերը սահմանափակել ինչով երեխան լինի կուշտ, հագնված, ոչ միտեղ չծավա։ Միայն դա այն մեր իրական մեր մտահոգությունը դրան է վերաբերում երեխան կուշտ լինի, հագնված լինի եւ առողջ լինի։ Մենք ուղղված ենք միայն ֆիզիկական կողմի վրա, արտաքին կողմի վրա։ Իսկ հոգեկանը երեխայի, որը ամենակարևորն է հետագայում կձևավորի այդ երեխայի ոչ միայն սոցիալական, այլ նաև ֆիզիկական առողջությունը։ Մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում։ Իսկ սոցիալական առողջությունը ամենակարևորն է, որը հետագայում ձևավորում է ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը մեր։ Մենք պետք է չմոռանանք, որ մարդու առողջությունը դա ֆիզիկական չէ, դա հոգեբանական է։ Եվ առաջի հերթին դա է։ Եվ հետագայում երեխան գնում է, ենթադրենք մանկապարտեզ, երեխան ընտելացել է մտքի հետ, որ նա ուշադրության կենտրոնում է եւ մանկապարտեզում հանկարծակի նա հայտնվում է տարբեր երեխաների հետ եւ այստեղ բոլորն են ուշադրության կենտրոնում եւ կարծես թե իր դաշտը սկսել են զավթել ուրիշները։ Ու դա հին այդպես ծեծված գուցե հոգեվերլուծական դրույթներ են։ Դրանց վրա շատ չեմ կենտրոնանա։ Եվ այստեղ երեխայի մոտ առաջանում է այդ պայքարելու միտումը ուշադրության կենտրոնում հայտնվելու մանկապարտեզից սկսած։ Ծնողները եւս իրենց լուման են ներդնում դրա մեջ, որ մանկապարտեզում երեխային հատուկ վերաբերվեն։ Ամեն ծնող այդ միտումով է փորձում ապահովել երեխայի մանկապարտեզի կյանքը։ Դպրոցում նույն բանն է կատարվում։ Երեխան փորձում է ուշադրությունը գրավել լինել առաջինը, լինել իր այդ ընտրյալ աշակերտների ցանկի մեջ։ Եվ կարծես թե կյանքը դառնում է ուղղակի միակողմանի ուղղված փորձ միշտ գտնվել ուշադրության կենտրոնում։
Եթե մենք պատկերացնենք ինչքան էներգիա է ծախսում մարդը իր ողջ կյանքում, մենակ մի բանի համար, որ լինի ուշադրության կենտրոնում։ Իսկ կյանքը կողքից անցնում է։ Արժեքները կողքից անցնում, ներքին զարգացվածությունը ճնշվում է։ Մարդու կյանքի իմաստը դառնում է լինել ուշադրության կենտրոնում։ Այդ մոտիվացիան իհարկե կա եւ այդ մոտիվացիան իհարկե վտանգավոր է։ Վտանգավոր է այն իմաստով, որ մարդը կորցնում է հնարավորությունը, չի տեսնում հնարավորությունը, չի տեսնում այդ հսկայական զարգացման ճանապարհը, որը նա կարող է անցնել, որովհետև նա ծնվել է այդ հնարավորություններով։ Եվ մինչև այդ process իրականանալ, այդ տեսեք երեխան ծնվում է եւ նրան անուն են տալիս։ Ընդունված է մինչև հիմա էլ մեզ մոտ, երևի ոչ միայն մեզ մոտ, որ երեխային հաճախ անուն են տալիս ինչ որ բարեկամի, պապիկի, տատիկի կամ չգիտես ում։ Գուցե դա ունի հիմնավորումը, գուցե դա ունի իր բացատրությունը եւ այլն, բայց եթե երեխան ծնվում է, նա ծնվում է իր սեփական անունով։ Եվ եթե մենք երեխային անուն ենք տալիս առանց իր կամքը հաշվի առնելու, իսկ այստեղ մենք չենք կարող, մենք կարծես տանտեսում ենք, դա չգիտենք, իսկ ինչպես երեխայի կամքը հաշվի առնել։ Մենք մեզանից անկախ արդեն երեխայի մոտ առաջանում է այդ կախվածության զգացողությունը, երբ որ նա մեծանում է, իր մոտ ուժեղանում է։ Եվ հաճախ որ մենք անուններ ենք տալիս, անուն ենք տալիս երեխային, ինչ որ բարեկամի, եւ իրենք միշտ մենք հաճախ ասում ենք չխայտարակես այդ անունը պապիկի, դու գիտես ով է եղել պապիկը։ Եվ երեխան ապրում է ինչ որ բեռի տակ եւ նա վախենում է ինչ որ բան անել, որպեսզի չխայտարակել պապու անունը կամ տատիկի անունը։ Սլավոնների մոտ հետաքրքիր եւ գերմանացիների մոտ հետաքրքիր ավանդույթ կա։ Երբ որ երեխան ծնվում է, նրա անունը, այդպես է խոսում ժողովրդական իմաստությունը, երբ որ երեխան ծնվում է, նրա անունը հրեշտակները ասում են մորականջին։ Եվ մայրը պետք է այդ պահին ուշադիր լինի, թե ով է եկել լույս աշխարհ։ Դա իհարկե ժողովրդական ավանդույթ է, բայց ժողովրդական ավանդույթը չի շարունակում դա դատարկ բան է։ Ժողովրդական ավանդույթները ձևավորվել են դարեր շարունակ եւ ունեն ինչ-որ հիմք։ Եվ իսկապես մենք գիտենք բոլորս, որ կա այդպիսի հոգեբանական օրինաչափություն։ Մարդու անունը կարող է համապատասխանել իր արտաքին տեսքին եւ կարող է ընդհանրապես չհամապատասխանել։ Իսկ անունը դա մեր ինքնագիտակցության, մեր ինքնագնահատականի կարևորագույն մասն է, որտեղ այդ անունով մեզ դիմում են, այդ անունը ձևավորում է մեր վերաբերմունքը մեր նկատմամբ եւ բնական է ուրիշների հասարակության նկատմամբ։ Սկսած այդ անվանակոչման process-ից մենք պետք է այդ պատասխանատվությունը կրենք։ Ամեն մի մայր իրականում շատ լավ հասկանում է ինչ որ ես իմ ասում եմ։ Կին, որը ծննդաբերում է երեխան, այդ պահին, որ նայում է դեմքին, նա կարծես թե երեխան գալիս է դեմքին անունը կրելով։ Ուղղակի պետք է ստա ինտուիտիվ process-ը, ուղղակի նա պետք է կրահի, թե ինչ անունով է եկել։ Ոչ թե մենք ուրիշ անուն տանք, երեխան պետք է կրի իր անունը։ Եվ այդ պահից պետք է հարգել երեխայի իրավունքը սեփական կյանքի նկատմամբ։ Եվ ինձ թվում է այդ բոլոր հարցերը պետք է իմանան ցանկացած երիտասարդները, որոնք որոշում են կայացրել ամուսնության։ Այսօր այսքանը։ Հիշեցնում ենք, որ մեզ հետ էր հոգեբան հոգեվերլուծող, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Միքայելյանը։ Հաղորդաշարի հաջորդ թողարկումը լսեք մեկ շաբաթից նույն ժամին։ Մինչ հանդիպում։